Դա կարևոր բան կա, որ մենք որպես ծառայողներ բոլորս ձգտում ենք։ Կարծում եմ սխալված չեմ լինի, եթե ասել, որ այդ ծառայության ձգտումը գալիս է իհարկե տիրոջ համար ինչ-որ լավ բան անելուց։ Չէ՞ ինչ-որ բան կա, ուզում եմ տեղ, ես կուզում եմ ինչ-որ բան անեմ։ Երբ որ դու ինչ-որ մեկին սիրում ես, ուզում ես որպես փոխադարձ, չէ՞, գիտես որ քեզ է շատ սիրում ու քո համար ինչ-որ մեծ բաներ արել, ասենք տերը մահացել է մեր համար։ Դու ուզում ես իր սիրուն ինչ-որ ձևի արձագանքես եւ իմ ու քո ծառայությունը կարծես նաեւ սիրո արձագանքն է։ Եվ մենք գալիս ենք ծառայելու Տիրոջը, ու մենք ծառայում ենք ելնելով մեր սիրուց։ Որոշ իրականություններ կա, որ պետք է հաշվի առնենք, որտեղ մենք ծառայում ենք ունենալով այն մոդելը, այն մտածելակերպը, որը տեսել ենք մեր շուրջ ու տեսել ենք աշխարհում։ Աշխարհում այսպես է, ինչ-որ մեկի համար ինչ-որ բան անում, հա, դա կլինի ծառայություն, դա կլինի աշխատանք, դա կլինի ձեր մասնագիտական գործունեությունը, դրա մեջ կա որոշակի կանոններ, հա, ինչ-որ կանոններով են մարդիկ գործում։ Եվ կան որոշակի գործընթացներ, որը մեր մեջ ստեղծել է այդ արժեքային տպավորահամակարգը, որով մենք գալիս ենք թագավորություն, ուզում ենք այդպես աշխատենք, ուզում ենք այդպես ծառայենք։ Ու մոռանում ենք, որ թագավորությունը լրիվ այլ իրականություն է։ Երբ որ մենք փորձում ենք գործել, իրականացնել մեր ծառայությունը, ունենալով աշխարհի, հա, որը ոչ թե վատն է, ուղղակի դա ենք ունեցել։ Այդ արժեքային իրականությունը մենք շատ անգամ բախվելու ենք խնդիրների, որոնց պատճառը չենք էլ հասկանալու, ու այդ պատճառները դնելու ենք մարդկանց վրա, սատանայի վրա, Աստծո վրա։ Բայց իրականում պատճառը այն է, որ մենք չենք սովորել, չենք հասկացել թագավորությունը ինչպիսին է գործում։ Հետո նաև Հիսուսի ծառայության մեծ մասը բացատրումն էր իրականում թագավորությունը ինչ է, ինչպիսին է։ Որտեղ իր աշակերտները, որոնք պետք է ծառայեն ու ապրեն թագավորությանը, պետք է հասկանային թագավորությունը ինչ է։ Դավար ինքը առակներով խոսում էր մարդկանց, բայց հետո առանձին մեկնում էր իրենց։ Չէ՞ ասում էր ձեզ տրված է իմանալ թագավորության գաղտնիքները։ Որտեղ թագավորությունը փաստորեն տարբեր էր այն աշխարհից, այն իրականությունից, որի մեջ իրենք մեծացել էին, ապրում էին, գործում էին, եւ փորձում էին այդ նույն մեթոդներով գային թագավորություն։ Եվ որ մենք ընտրում ենք ինչ-որ մեկին, ինչ-որ մի բան անելու համար, ինչին ենք նայում։ Չէ՞ ծառայելը դա ինչ-որ բան անելը հատուկ չէ, օգուտ գործելն է։ Դա որոշակի գործառույթ է, ու եթե դու ինչ-որ մեկին ուզում ես քո համար ինչ-որ բան անի, այդ մարդը ինչ-որ ձևի պետք է ունակ լինի դա անելու, չէ՞։ Պիտի իմանա ինչ անի եւ կարող լինի դա անելու։ Այդպես չէ, դե դուք մեկից ինչ-որ բան եք ակնկալում։ Հիմա հարցը էս է, երբ որ Աստված ուզում է մենք ծառայենք իրեն, իսկ ինքը ուզում է հայտնել այն։ Ինչ է փնտրում, ինչ որակ է փնտրում մեր մեջ դա անելու համար։ Ինչն է մեզ որակավորում այդ ծառայողը լինելը։ Եվ որ մենք նայում ենք մեր համար արվող, հա, կամ աշխարհը նայում է որոշակի գործառույթին, դա դու գնում եք, ասենք, աշխատանքային ինտերվյուի, ջոբ ինտերվյուի, ինչ-որ որակավորումներ են, չէ՞, նայում ձեր մեջ։ Նախնական ձեր բանում, ներկայացած այդ CV-ում, հետո անձնապես ձեր այդ խոսացում են, ուզում են տեսնել ինչ-որ գրածա ճիշտ է, թե ինչ-որ մեկից նկարել եք այդ։ Չորեն պարզեն դուք որակավորվելու եք, թե չէ, դուք օգտակար կլինեք իր համար, թե չէ։ Նախնական ինչ-որ բոլոր այդ HR-ները ունեն նախնական ցուցակ, որը ձեզ չեն ասում, բայց իրանք ունեն այդ ցուցակը ու դրանով են ձեզ քննում։ Դուք չեք էլ նկատում, ինքը կարող սովորական հարց տա, որ դուք մտաք առաջի 5-10 վայրկյանում ինքը արդեն գիտի 90% ընտրելա ձեզ թե չէ։ Առաջի 20 վայրկյան իրական որոշում է։ Իրանք կարող մի ժամ խոսեն ձեր հետ, բայց 20 վայրկյանից որոշել են արդեն իրականում։ Ինչն է մեզ որակավորում թագավորության մեջ ծառայողներ լինելու։ Եվ որ աշխարհը նայում է որակավորումները, նայում է չէ որոշակի կրթություն, չգիտեմ, սոցիալական հմտություններ, մարդը ինչքանով է գիտակից, մտահորիզոնը լայն է թե չէ, ինչ-որ հարց են տալիս, ու ինքը հասկանում է, դու դրանպես գիրք կարդացել ես կյանքում, դոնեք որ մեկը կամ ինչ մտածելակերպի տեր ես, դու թիմի լավ աշխատող կնես, թե էգոիստ ես, լիքը հարցեր են տալիս։
ու երբ որ քեզ ընտրում են ելնելով SSSS քո որակներից։ Աստված ինչ որակներից ելնելով է մեզ ընտրում։ Ինչ որակ է, որ մեզ իր համար որակավորում է իր ծառան լինելուն, իր համար ծառայություն անելուն։ Ինչ որակներ եք կարծում, որ ըստ ձեզ Աստված ընտրում։ Բարի ու հավատարիմ։ Ինձ թվում է սրտին է։ Հավատարիմ։ Աղքատ։ Ինչ իմաստով, հոգով, թե գրպանով։ Հայտնի տեղը հիշեք, Կորինթացիների առաջի գլխում Պողոս ասում է Աստված այս աշխարհից ում ընտրեց։ Հիմարներին, ինչու ոչ մանչիներին։ Աստված ընտրեց այս աշխարհի անմիտներին, բայց դա ծառայության համար էր, թե որդեգրության համար։ Եվ որ Աստված ընտրեց Դավիթին, ինչ ասեց Դավիթին դրության համար։ Տիգրան ջան, նույնց ասա բարձր բոլորի համար։ Սրտի անհամատ չեմ հիշում ինչ ընտրեց։ Մարդ գտա, իմ սրտի անմատ։ Հետաքրքիր Աստված չասեց գտա ամենաիմաստունին, ամենախելոքին, ամենաուժեղին, լավ սրտովին էլ չասեց։ Իսկ որ Աստված Դավիթին ընտրեց, ոչ թե Դավիթի սրտին էր նայում։ Ինչ ասեց, իմ սրտի անմատ, չասեց իր սրտի անմատ մարդ գտա։ Ասաց իր սրտին էր նայում։ Ու ձեզ թվում է, որ ձեզ ընտրել Աստված ձեր սիրտն է տեսել։ Էլի տեսել է ձեր սիրտը, բայց այդ սիրտը չի որոշել ձեր ընտրությունը։ Ես իմ սրտին նայի, ես ինչ չէի ընտրի ու մնաց Աստված, որ իմ սրտին նայի ու ընտրի ինձ։ Մեր ընտրության պատճառ Աստված ինքն է, ոչ մեկս չենք եւ ոչինչ չի մեր մեջ։ Ոչ մեկ չմտածի, որ ինչ որ մի դրական բան կա, իր սրտին նայեց Աստված։ Ու ինչ տեսավ։ Երեք ինչ է տեսել Աստված մեր սրտում, երբ որ մենք մեր հանցագները մեղքերի մեջ մեռած ենք։ Դա է տեսել։ Մարդկային սիրտը խիստ չար ու խաբեբայ է, էգոիստ է, վախկոտ է, դավաճանող է, անհավատարիմ է, հավատարիմ ու բարի։ Այդ ինքն է մեզ դարձնում հավատարիմ ու բարի, ոչ թե ինքը նման է գալիս հավատարիմներին ու բարիներին և վերցնում է իր ծառայելու մեջ։ Մենք կանչվել ենք, որտեղ Աստծո սրտում կար մեր կանչը, ոչ թե մեր սրտում կար, կամ մեր մեջ կար ինչ-որ բան գրավելու։ Ստեղից է սկսում մեր ծառայության ճամփորդությունը, սկսում Աստծո սրտից։ Ու երբ որ մենք մտածում ենք, որ դա մեր ցանկությունն էր բարի ծառայելու իրան, ինքը մեզ սիրել է, ու մենք սիրելով իրան, ես որոշել եմ ծառայեմ իրան, ինչ-որ բան խաբում եմ այստեղ։ Իր սիրտն է որոշել մեր ծառայությունը, այդ իր սրտի դրսևորումն է, ընտրությունը և այդ անգամ ցանկությունը։ Աստծո խոսքը հետաքրքիր ձև է մեզ սովորեցնում ինչպես ճիշտ գնահատել, տեսնել մեր ծառայության իրականությունը, որպեսզի մենք կյանքում երբևէ չկանգնենք այդ դիրքի մեջ, որ ինքը կարևոր դիրք է։ Ես հավատում Աստծո նա բոլորս հաջող ենք։ Ուզում եմ մի օր բոլորս հասնենք տեղ ու լսենք ապրես բարի հավատարիմ ծառաբառերը, որը կլինի իր գործը մեր կյանքում, ոչ թե կլինի մեր արածի գնահատական իրականում, այլ կլինի իր արածի գնահատականը, բարի ու հավատարիմ։ Այդ Աստված է բարի և հավատարիմ։ Այդ ծառայության պրոցեսում ինքը մեզ դարձնում է բարի ու հավատարիմ։ Ու որ ինքը մեզ կասի ապրեք բարի ու հավատարիմ ծառա, կասենք Տերը դու ես, դու մեզ արեցիր։ Ես ոչ բարի եմ, ոչ հավատարիմ։ Մի քանի բան կասում եմ կիսվեմ միասին, դա համար եկեք նայենք Տիրոջ խոսքից։ Աստծո խոսքը յուրահատուկ է, իմաստով մեզ պատմությունների անգամ միջոցով ներկայացնելու Աստծո հավիտենական սկզբունքները։ Առաջին տեղ որ նայենք Ղուկասու ավետարանոցը։ Ղուկասը հետաքրքիր գրող է, լինելով Պողոսի գործակիցը, ճանաչելով Պողոսի աստվածաբանությունը, ինքը իրականում Պողոսի աչքերով է նայում ավետարաններին, գործքարաքելոցին և ներկայացնում է Հիսուսին, պատմական Հիսուսին ավետարաններում և գործառույթները, որոնք կատարվում էին, կարծես Պողոսյան աչքերով։ Իսկ Պողոսը հետի արդեն
Քրիստոսի կատարյալ ճանաչողության հայտնության ազնվորությունն է։ Ու այդ տեսակետից նայելով ավետարանին, ավելի շատ այդ անգլերեն ինսայթը հայերեն ոնց է հնչում այդ ներքին ինչ-որ հայտնություն էլի, ներքին ինչ-որ բանում ինսայթ ունենալու, ներկանում ունենալու, այդ շատ լավ բառ է, որ արտաքին հայացքից չի երևում ինչ-որ բան է։ Նրանք ովքեր կարդում են ավետարանը, պատմություն են տեսնում, բայց նայելով, հասկանալով Պողոսի աստվածաբանական ընկալումը, մեկ այլ պատկեր են տեսնում։ Պիտի ընթերցեմ 5-րդ գլխից, սա առաքյալների կանչներ առաջին հայտնի հատված է, վստահ եմ բոլորդ ընթերցել եք։ Ու եղավ եւ ժողովրդից ժողովուրդը նրա առաջի խոսքից մինչև 11 ընթերցենք։ Ու եղավ երբ որ ժողովուրդը շուրջը դիզվեց, Աստծո խոսքը լսելու համար, ինքն էլ Գենեսարեթի ծովի մոտ կանգնած էր։ Ու տեսավ երկու նավեր, որոնց ծովակի մոտ կանգնած էին, եւ ձկնորսերը ոնց մեջ եղած ուրկաններն էին լվանում, այսինքն ձկնորսերը նրանց ուրկանները լվանում էին։ Եվ ինքը այն նավերից մեկի մեջ մտավ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ մի քիչ ցամաքից հեռու ծովի մեջ տանի։ Եվ նստելով նավի մեջ ժողովրդին սովորեցնում էր։ Երբ խոսելու դադարեց, ասեց Սիմոնին. «Առաջ գնա եւ դեպի նավը խորը տեղը տար, եւ ուրկաններ նետեք ձուգորսալու համար»։ Սիմոնը պատասխան տվեց եւ ասեց. «Վարդապետ, բոլոր գիշերը աշխատեցինք եւ ոչինչ չենք բռնել, բայց քո խոսքի համար ուրկանը կնետեն»։ Ու երբ սա ասեց ու արեցին, խիստ շատ ձկներ հավաքվեց ուրկանի մեջ եւ իրենց ուրկանը պատրվում էր։ Եվ աչք էին անում իրար, ոնց որ ակնարկում էին մյուս նավի մեջ ով ընկերներին, որ նրան օգնեն իրենց, եւ եկան եւ երկու նավերն էլ լցվեցին, մինչեւ որ ընկղմվելու մոտ էին։ Եվ Սիմոն Պետրոսը եւ տեսավ, Հիսուսի ծնկներին ընկավ եւ ասեց. «Տեր իմ, հեռու մնա ինձանից, որտեղ ես մեղավոր մարդ եմ»։ Որտեղ ապշությունը պատեց նրան եւ նրա հետ եղող ամենքը իրենց բռնած ձկների որսի պատճառով։ Առաջի Պետրոսի արձագանքը տեսնելու այդ հրաշքը ինչն էր, «Տերու հեռու մնա ինձանից, որտեղ ես մեղավոր մարդ եմ»։ Այս նույն արձագանքը Եսային ունեցավ, երբ որ տեսավ Տիրոջ իր փառքի մեջ, ասեց ես պիղծ մարդ եմ, պիղծ շրթունքներ ունեմ։ Մեզ թվում է, երբ որ մենք տեսնենք Տիրոջ իր փառքի մեջ առաջի բանն, որ մենք վազելու ենք դեպի հետ։ Եվ որ առաջի զգացում ինչքան մենք տարբեր ենք, ինչքան մենք անարժան ենք, ինչքան մենք հեռու ենք իրանից։ Առաջի կարևոր զգացում իրականում ծառայողի համար, դա մեր անարժանությունն ու անպատասխանատվությունն է։ Եվ որ ինչով մեկին ընտրում են աշխարհում աշխատանքի իր առաջի զգացում արժանիքի զգացումն է։ Ինձ 100 մասնակցից ինձ ընտրեցին։ Դա քո արժանիքի զգացումն է։ Թագավորության մեջ հակառակն է։ Դու քեզ անարժան ես տեսնում։ Եթե քեզ անարժան չես տեսնում, ինչ-որ բան են չի։ Թագավորությունը անարժանների ծառայության տեղն է։ Նրանք ովքեր երբ որ հանդիպում են Տիրոջը, երբ որ հասկանում են, որ ով է ինքը, իրանց առաջի զգացումը Տեր Եսայի պես, Պետրոսի պես, Մովսեսի պես, Տեր ես արժանի չեմ։ Տեր կնի ես հեռում են այնպես ասած։ Աշխարհի առաջնորդները քայլում են հպարտության զգացումով։ Թագավորության առաջնորդները քայլում են կաղալով։ Աստված Հակոբին կաղացրեց, նա որ վազում էր, նա որ ամեն ինչից իրեն առաջ էր գցում։ Այդ օրը երբ որ Փանուելում մարտնչում էր Հակոբը Աստծո հետ, Աստծո հրեշտակի հետ, օրհնության ստանալու նշանը իր կաղը լինելն էր։ Աստված հպվեց իր ոտքին, ու ողջ կյանքում Հակոբը սկսեց կաղալ։ Դա իր օրհնված լինելու նշանն էր։ Մեկը որ կաղում։ Աշխարհը այլ կանոններով ընտրում եւ այլ զգացում է ուզում տեսնի ձեր մեջ, չէ՞ որ ձեզ ընտրում են աշխատանքի ունեն ասեն, տես մենք այսքան մարդուց ձեզ ենք ընտրել, չէ՞ դուք ամենաարժանին եք։ Ու պետք է գնահատեք ոնց ենք մենք ձեզ որպես արժանի վերաբերվում։ Աստված երբ որ ընտրում ասում է դու ամենաանարժանին ես իրականում, տես որ դու ամենաարժան, բայց ես հենց այդ եմ ուզում։ Իսրայելին Աստված ասում է որ ձեզ ընտրեցի, դուք ամենախոշոր մեծ զորավոր ազգը չեք։
Հակառակը ես չմնեի, դուք մեռնելու էիք այդ Եգիպտոսը։ Դուք փոքրատիվ էիք, դուք գերի էիք եւ մահվան դատապարտությունը կար ձեր վրա։ Ինչա կարևոր է։ Թագավորությունը, սիրո ծառայությունը։ Իսկ ում շատ աներվել, շատ սիրում է։ Դա ինչքան շատ քո ճանաչումը, քո անհամապատասխանելիության, անադեկվատ լինելու ինչ որտեղ, հա, պակաս լինելու, թերի լինելու։ Ինչքան դրան բախվում ես, այնքան ավելի սիրում ես, որտեղ ում շատ աներվել, շատ սիրում է, այնքան քո ծառայությունը գալու է սիրուց, եւ ոչ թե քո առավելության զգացումից։ Ես առավել եմ քան մյուսները, ես ամենալավն եմ քարոզում, ես ամենալավն եմ աղոթում, ես ամենալավն եմ մարգարյանում, ես ամենաես եմ, ամենաեն եմ։ Եվ որ դու ներման կարիք չունես, դու ծառայության կարիք էլ չունես, որտեղ սիրո կարիք չունես։ Ինչքան մենք հանդիպում ենք մեր տարբերությանը, մեր պակասին, այնքան իր սիրո մեծության առավելության ենք հանդիպում, այնքան իր սերն ավելի մեծ մեր հանդեպ, որտեղ սիրել նրան, ով արժանի է, հեշտ է եւ տրամաբանական է ինչ որտեղ, բայց սիրել մեկին, որը հասկանում է, որ ինքը արժանի չի, սա շնորհքն է։ Ես մենք ծառայում ենք, որտեղ փրկվել ենք այդ նույն շնորհքով։ Մենք մարդիկ ենք, ովքեր պակաս են շատերից, կասենք բոլորից, Պողոսի նման աշխարհ եկավ Հիսուս Քրիստոսը մեղավորներին փրկելու, որոնց գլուխը ես եմ։ Բայց դա ասում էր առաքյալը, որի վրա շնորհքը այնքան էր, որ բոլորից շատ էր աշխատել, բոլորից շատ էր գործել։ Այդ մեկը, որ ասում է, ինձ հանդիպեց որպես ժամանակի շուտ ծնվածի, վիժվածքի, որ սուրբերի փոքրագույնն է, հետո մեղավորների գլուխն է, առաքյալների փոքրն է։ Պողոսը ինչքան հասկանում, ինչքան ճանաչում էր Աստծուն, ինչքան հայտնաբերում էր Հիսուսին, այնքան իր ինքնարժեքն էր իջնում։ Սկզբից առաքյալների փոքրագույնն էր Կորինթացիներին ասում, հետո Եփեսացիների նամակում ասում սուրբերի փոքրն եմ, հետո Տիմոթեոսի նամակում ասում մեղավորների գլուխն եմ։ Բայց դա իր ծառայությունը չէր պակասեցրել։ Իր նվիրումը չէր իջեցրել, հակառակը ավելացրել էր։ Բանալին ավելի արդյունավետ, ավելի նվիրված ծառայության իրականում սկսում է այդ մեր թերի պակաս լինելուց, իրականում այն ինչ ուզում Աստված, մենք դրան շատ պակաս ենք, բայց ինքը մեզ ընտրել է, ոչ թե մեր առավելությունից, այլ իր սիրուց։ Դա մեր որ ես նայում եմ իմ ընտրությանը, ինձ չեմ տեսնում, ես իրեն եմ տեսնում, իր սերն եմ տեսնում։ Ու երբ որ մարդիկ ինձ նայում են, փորձում են գտնեն իմ մեջ իմ արժանիքները, որտեղ աշխարհը այդպես է գնահատում։ Ու եթե ես եմ ինձ այդպես նայում, փորձում եմ իրանց տպավորեցնել, փորձում եմ իրանց լավագույնը երևալ։ Ու ես խաղում եմ իրականում։ Որտեղ ես գիտեմ ես ով եմ։ Բայց երբ որ ես իմ արժանիքը գալիս է իր ընտրությունից, ոչ թե իմ ով լինելուց։ Ես նախ ազատ եմ ուրիշների կարծիքից, չեմ խաղում, չեմ փորձում տպավորեցնել։ Այդ նշանակում է իմ հայացքը միշտ լինելու է իր վրա եւ ոչ թե ուրիշների կարծիքների եւ այդ կարծիքներից կախվածություն ունենալու վրա։ Առաջին բանալին դա է։ Մենք բոլորս ձախողվել ենք, ձախողվելու ենք, ու դա օքեյ է տագավության մեջ։ Հակառակը, ես կասեմ, ձախողումը պահանջված է մեր համար։ Աստված ձախողելու է մեզ, թույլ է տալու մենք ձախողենք, որտեղ այլապես մենք կդառնանք աշխարհի պես կատարողականության ու սեփական արժեքի վրա կառուցված մարդիկ։ Մեր ձախողումը դա մեր արժեքն է, թանկ ձեռքբերումն է իրականում։ Քո ձեռքբերումը հազարավորների ապաշխարությունը չի իրականում, քո ձեռքբերումը քո ձախողումն ավելին։ Ինչ հոգ Հիսուս ասում է, որ մարդը աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի։ Ձախողում են տերերն են, որտեղ Աստված մեզ ապահով անում, իրականում դարձնում մեզ այդ սեփական արդարության, սեփական արժեքի, սեփական գիտակցության տեղից։ Դա որ մեզ մերժում են, երբ որ մեզ չարախոսում են, մենք վատ ենք զգում, բայց չէ որ ես լավ եմ անում, ես շատ լավ եմ, քիչ են անում։ Մեզ ապահով տեղում են պահում, թույլ չեն տալիս մեր ինքնարժեքը, ինքնագնահատականը բխի մեզանից,
մեր արածից, մեր պարգևից, մեր կոչումից, մեր ծառայությունից, այլ միշտ իրանից, միշտ իր ներման մեջ իր շնորհքից կախված լինելուց։ Դա եթե քեզ ձախողված ես զգում, լավ տեղում ես, ապահով տեղում ես, ճիշտ տեղում ես։ Ավելի շատ ավերում բերել է հաջողվածների հաջողության զգացումը, քան դե ձախողակների ձախողման զգացումը։ Տագավության բոլոր հերոսներին նայեք, բոլորը ձախողակներ են, խոշոր հաշվով։ Ու ոչ մեկի կյանքը չի վերջացել փառքի ճառագայթների մեջ, բոլորի կյանքը վերջացել է ձախողման մեջ։ Եթե դուք ապրեիք առաջի դարում որպես հրեա, ու ձեզ հարցնեին լսել եք այդ Նազորեցի Հիսուսի մասին, ինչպիսին կներ ձեր կարծիքը։ Կարծիքը կներ սա, հերթական ձախողակներ, ում հռոմեացիները վերջում խաչեցին։ Այդ նույն տպավորությունը աշակերտներն էլ ունեին, չէ՞։ Հիշում եք Էմաուս գնացող ճանապարհին են, իսկ մենք սպասում էինք, հա, որ ինքը չէ, ինքը ինչ էր, ինքը ձախողվեց, իրան սպանեցին։ Թշնամիներն էլ այդպես կարծում, որ Հիսուսի խաչելություն, իր ձախողումը վերջն է։ Բայց դեք ինչ պարզվեց, ձախողումը հաջողությունն էր։ Որտեղ թշնամին կարծել է քեզ ձախողելը, այնտեղ Աստված հաջողվել է իրականում։ Եթե կարողանանք Աստծո աչքերով նայենք իրականությանը։ Մենք չենք մնում ձախողման մեջ, դա մեր այն ապահովության սկզբի տեղն է, որին պարբերաբար անդրադառնալու ենք, բայց այդ տեղում է, որ մենք նոր բաներ ենք ստանում։ Այդ նույն ձախողակ Պետրոսը, որը ասես Տեր հեռու մնա ես մեղավոր մարդ եմ, որտեղ նոր ձևի տեսավ, վարդապետ ասեց ու մեկ էլ խաթր կգցեն, չէ՞։ Հետո երբ որ այդ հրաշքը տեսավ, հասկացավ, որ սա սովորական վարդապետ չի, սովորական մարդ չի, հա։ Հրճիկներով ավ, այդ սովորական մարդ չի, արդեն իրան հեռու զգաց։ Այդ նույն Պետրոս այլակերպությանը հակառակ ասեց, արի տաղավարներ շինենք մնանք այստեղ, չհեռանանք իրարից։ Ճիշտ այլի ձախողում էր, որտեղ դա չէր ասում, բայց գոնե ինչ-որ առաջընթաց կար իր այդ իրոջ հարաբերության մեջ։ Մատթեոս 16-րդ գլխում են կարդում հետաքրքիր փորձառություն։ Հիսուսը իրան ստանում է հեռու երկիր, հանում է իրականում Իսրայելի տարածքներից, գնում են հեթանոսական տարածքները, եւ Հիսուսը այնտեղ հարց է տալիս, մարդիկ ինչ են ասում իմ մասին, հիշում եք, ով եմ ես մարդու որդին, եւ բոլոր առաքյալները խոսում են, վերջում խոսում է Պետրոսը։ Սովորաբար Պետրոսը առաջինն էր խոսում, ու սխալ, այս անգամ վերջինն է խոսում ու ճիշտ է խոսում։ Հետաքրքիր է, որ այս հատվածը ինչ անում Պետրոսը դավանում է, որ դու ես Քրիստոս կենդանի Աստծո որդին։ Ու Հիսուս ասում է երանի է Սիմոն, որտեղ մարմինն ու այրունը քեզ չհայտնեցին, այլ իմ հոր հոգին, չէ՞։ Մնացած բոլոր հայտնությունները, տենց ասած, մնացած բոլոր կարծիքները, դրանք մարդկային մարմնավոր կարծիքներ էին, ու միայն հոգու հայտնությունն էր հայտնում ով է Հիսուսը իրականում, եւ դա տրվեց այս Սիմոնին։ Ու այդ հատվածը հակադրված է դրանից առաջ երկու անգամ Հիսուսը նշան է խոսում, դա 12-րդ գլխի 39 խոսքում եւ այս 16-ի 4-րդ խոսքում, երբ որ իրանից նշան են ուզում, երկու անգամ խոսում է Հովնան Մարգարեի նշանի մասին, բայց այդ նշան ասում է տրվելու է չար ու շնացող ազգին։ Նա որ չար է բնությամբ եւ նա որ դավաճան է, շնացողը դավաճանն է, չէ՞, ուխտին դավաճանները։ Եվ իրան տրվելու է Հովնանի նշանը, որը մահվան վարության նշանն էր, ու դա հակադրված է Հիսուսին, Պետրոսին տրված նշանի, հոգու հայտնության նշանի, որով Հիսուսը իրական։ Պետրոսին տրվեց այդ հայտնության հետ, տրվեց լավագույն խոստումներ, երբևէ որևէ մեկին, բացի Հիսուս անձից, որևէ մեկին տրվել են մարդկանց մեջ, մարդկանց որդիների մեջ։ Երանի քեզ, որտեղ ոգին հայտնեց իմ հոգին, չէ՞ որ երկնքում է,
Եվ դու վեմ ես, ես վեմի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին, պիտի տամ քեզ երկնքի արքայության բանալիները, որ մեկին ասվել դա, դրանից առաջ կամ դրանից հետո։ Պետրոսին տրվեց ամենամեծ խոստումները, որ երբևէ մարդկանցից որևէ մեկին տրվել է։ Այն բանից հետո, երբ որ ինքը ճանաչեց, հոգով ճանաչեց ով է Հիսուսը։ Հիսուս հոգու հայտնության մեջ ճանաչեց ով է Հիսուսը, եւ այդ ճանաչման մեջ ճանաչեց ով է ինքը, որ ինքը Պետրոսն է, որ իրան տրվում է թագավորության բանալիները, միայն այն բանից հետո, որ ինքը ճանաչեց ով է Հիսուսը։ Թվում է թե ինչ լինի, չէ, մարդու կյանքում։ Վաու, ինքը տեսել է ով է Հիսուսը, Հիսուս ասել է ով է ինքը, այն որ ոչ մեկի չի ասել երբևէ։ Հաջորդ քայլը որն էր։ Ասենց հիմա գնում ենք Երուսաղեմ, մարդու որդին պետք է տրվի հետանոցների ձեռքը, պետք է իրան ծեծեն, արհամարեն եւ վերջում խաչեն ու 7 օր հարցուն առնեն։ Պետրոսը դեր մի րոպե լսուս հրմի ասա տես բաներ թող սան չլսեն դա, Լարնիկո, ես տեղ եմ, ես թույլ չեմ տալը քեզ լինի։ Դու ասի չէ, ես վեմն եմ, ես վրանց մեջ, չէ, հա։ Դե հիմա ես այդ դերը վերցնում եմ, դու ասել ես, ես որոշել եմ, որ ես թույլ չեմ տալու դա լինի քեզ։ Ես ուրիշ ծրագիր ունեմ քո համար։ Հիսուսը ասեց Պետրոսին մի բան, ինչը որևէ մեկին չի ասել երբևէ։ Նոր ասեց մի բան, բարձրացնելով ամենաբարձրը, բայց նույն ձևի ամենացածը իջացեց, կարող գնա Սատանան։ Հրեաներին ասում էր Սատանայի որդիների ժեցուններ, բայց դու Սատանա հեռու մնա ինձանից, դու ինձ խոչընդոտ ես, նույն զգայթակություն ես։ Երբևէ ոչ մեկ Հիսուսը չի ասել։ Հիսուսը կարող է շատ բարձր քեզ գնահատական տա, բայց կարող է շատ խիստ էլ քեզ գնահատական տա։ Մենք սովորենք Հիսուսին, որ մեր երկերում երկրպագում ենք իրան, ինքը գալիս է մեր բաներ ասում ես։ Բայց ինք կարող է գալ քեզ ձախողի, քեզ չար, պատկերացնում եք Պետրոսի զգացումը։ Մի քիչ առաջ ինքը ամենաբարձրում էր, մի քանի րոպե ինքը ամենացածրում է։ Բայց հետաքրքիր բան կա Պետրոսի հետ այս առումով։ Ամենախիստ բաները Հիսուս ասել է Պետրոսին, բայց Պետրոսի եթե չի հեռացել Հիսուսից։ Որտեղ խստությունը ոչ թե վանելու համար էր, խստությունը ուղղելու համար էր, հա։ Իսկ Հիսուսը այդ խիստ բան որ ասում էր, կարծես ձախողում էր իրան, չէ։ Այսօր հավը չկանչած 3 անգամ զուրանալու ես։ Դու իմ համար կյանք ես դնելու, դու ինձ ուրանալու ես։ Դեր հավը չկանչած 3 անգամ է, դու ուրացող ես, խիստ, չէ, կամ դու Սատանա ես, հեռու գնա ինձանից։ Բայց այդ ասելը, այդ ցած ասած կոտրելը կարծես, ոչ թե հեռացնելու համար, այլ հակառակը իրենից կախված պահելու համար։ Ու որ Աստված մի բան է բերում մեր կյանքում, որը կարծես կոտրում է մեզ։ Օրեր կա, չէ, դու քեզ ինչ-որ ձախողակ ես զգում, ցածր ես զգում, չստացված եւ այլն։ Ոչ թե նրա համար է, որ դու հեռանաս, այլ նրա համար է, որ ավելի շատ իր կարիք ունենաս։ Որտեղ այդ նույն երկու հայտնություններն են լինելու միշտ, քո ամենաբարձրով ես դու ու քո ամենացածրով ես դու։ Երբեք Աստված չի մենակ մի կողմ ասում ես, որ դու ինչքան լավն ես ու վերջ։ Ինքը միշտ հիշեցնում է ինչքան վատնել ենք մենք, որպեսզի գնահատենք իր մեջ ինչքան լավն ենք մենք լինելու ու առանց իր ինչքան վատն ենք մենք լինելու։ Առանց իր խորհրդի, իր հոգու հայտնության մենք ենք հեռու գնա Սատանայի ձեռքից։ Բայց իր մեջ, իր հոգու հայտնությունով դու են վեմն ես, որի վրա կառուցվելու է։ Դու են մեկնեսում տրվել է թագավորության բանալիները։ Դու մեկնեսում վստահվել է ուրիշների կյանքը, ոչ միայն քոնը։ Ու երբ որ Պետրոսը ուրացավ այդ օրը, գրված է Հիսուսը շրջվեց ու նայեց իրան, հիշում եք։ Շրջվեց ու նայեց Պետրոսին։ Ու հենց Հիսուսը նայեց, Պետրոսը գրված է հիշեց ու դուրս եկավ դառնապես լացեց, ողբաց։ Գիտեք ինչի։ Ոմանք ասում են Հիսուսը նայեց ասեց, քեզ հանգարց բան չանես։ Ես հավատում եմ Հիսուսը նայեց ասեց, չասեցի կուրանաս։ Կոտրեց իրան այդտեղ։ Որտեղ պիտի կոտրի, որ պահիր է այդ։
Երբեմն պիտի կոտրի մեզ Աստված, որ մենք մնանք իր կողքին, իր հետ։ Որովհետև երբեմն մեր հակառակը չափից շատ հաջողությունները մեծ կհեռացնեն։ Դրանք Իսրայելի պատմության թագավորներին, որոնք հաջողվում էին հեռանում են հետոսորդները։ Սողոմոնը սկզբից ինչքան լավ էր։ Չէ, բայց հենց փառք ունեցավ, հենց հարստություն, մեկ է տեսնում ենք ինչ եղավ, ասեց հեռանալ իր հոր ճանապարհից, կենթանի Աստծո ճանապարհից։ Դրա համար այն պահերում, երբ որ Աստված կոտրում է ինձ ու քեզ, դա մեր ապահովության վայրն է։ Թե վերելքի, ով ենք մենք, թե վայրեջքի, ինչ կարող ենք լինել առանց իրա։ Երկուսն էլ մեր արժեքն է, երկուսն էլ մեր թանկ տեղն է, երկուսն էլ Աստծուց տրված մեր կարևոր գանձերն են պահելու, երկուսն էլ ունենալու, երբեք մեկը չի միայն, միշտ երկուսն է։ Եվ ըստ պարագայի Աստված կարող է անդրադառնալ մեզ դրանում։ Հաջորդ հատվածը, որ նորից տեսնում ենք հաջորդ ձախողումն էր Սիմոնի իրականում։ Լուկաս 22-րդ գլուխում։ Այսօր խոսում ենք ձախողումներից, բայց այն մեր արժեքն են, մեր ապահովությունն են։ Լուկաս 22-ը դա վերջին ընթրիքն է։ Հիսուսի վերջին ընթրիքին, հավաքել է իր աշակերտներին, 24 խոսքում կարդում ենք, որ իրանց մեծ վեճ եղավ, թե իրանցից ով է մեծ թագավորության մեջ, ով պետք է մեծ համարվի։ Պատկերացնում եք Հիսուսը դրանց ասում է այսօր վերջի օրն է, ես այսօր մատնվելու եմ, այսօր ինձ խաչելու են, ու իրանց մեջ վեճը սա է, թե լավ տեղը գնաց մեզից ով է մեծերնելու։ Պետրոսը հաստատ կրվել անում, որ ինքն ատով իրանն է տեր ընտրել։ Ինչից ենք հասկանում, որ Պետրոսի հետ էր կապած վեճը, որտեղ շարունակության մեջ 31 խոսքում Հիսուսը նորից անդրադառնում է Պետրոսին։ Ասեց 31-ից Տեր ասեց Սիմոն, Սիմոն, ահա սատանան քեզ փնտրեց կամ խնդրեց, որ ցորենի նման խարդալի, քանդի, բաժանի, բայց ես քեզ համար աղոթեցի, որպեսզի քո հավատքը չպակասի ու երբ որ դարձի գաս, քո եղբայրներիդ հաստատես։ Վեճը ու հետո անդրադառնում է Պետրոսին, հասկանում ենք, որ վեճը Պետրոսի հետ էր կապված։ Եվ ինչ որ մեկը ասեց, ես կլեմ կարևորը, որտեղ չգիտեմ, այս ողջ ժամանակ ես ամենասիրելի աշակերտն էի։ Պետրոս ասեց, ոնց ինձ է ասել դու ես թագավորության բանալները կրողները, որը միշտ վիճում է նա, ով արժանիք է համարում ունենալու, չէ, այդ բարձր լինելու։ Որը Հիսուսը այդ վեճի, այդ բարձր ձգտում ունեցողին, կարծես իր տեղն է դնում։ Նրանց հետ ասում է դու 3 անգամ Կուրան ասենց, հանգիստ տեղի իրանցից ոչ մեկից առավելը չես, երեթե իրանք ուղղակի կփախնեն, դու 3 անգամ կասես այս մարդուն չեմ ճանաչում, անիծյալն ինքը, ով է ինքը, ես գործ չունեմ դրա հետ։ Ոչ միայն ուղղակի կփախնես ինչպես մյուսները, դու ավելի վատ կանես, դու բերանով կասես ես չեմ ճանաչում, մյուսները ուղղակի փախան, բայց դու քո բերանուկը ապահդավանես ինձ այդպես ասած։ Պետրոսը դեռ պիտի ուրանար, բայց արդեն ուրացավ այստեղ։ Ձգտելով այդ վեճի մեջ, ոչ թե հասկանալով Հիսուսի ասացի խորությունը, նորից մարմնով շարժվելով այդպես ասած։ Մեր հանձնարարականի մեջ ձախողում է ներառված։ Եվ ես աշխատանք են ընդունում միայն հաջողվելու համար։ Եթե դուք մի օր ձախողվեցիք ձեր գործի մեջ, մյուս օրը աշխատանքից հեռացում եք։ Ու մենք ես նույն հոգեբանությունով գալիս ենք թագավորություն, ուզում ենք թագավորությունում ծավալենք այդպես, որ միշտ պետք է հաջողվենք, որ մենք ընդունված լինենք, մեր դիրքը պահենք։ Թագավորության մեջ այդպես չի գործում։ Թագավորության մեջ ձախողում կա, ու դա ներառված է մեր գործի մեջ, դա Աստված գործում է մեր կյանքում։ Ոչ թե դա պատահականության, մեր զուտ թերության պակասի արդյունքը, դա Աստծո ծրագրի արդյունքն է։ Ես ու դու պիտի ձախողենք։ Ես այսպես ասեմ, Աստված երբ որ ասում է մի բան, ինքը ասում է, որ կատարվի։ Ոչ միայն կանխատեսում ապագան, Աստված նաև խոսում է այդ ապագան։ Եվ որ Աստված Ադամին ասեց, եւ որ ուտեք կմեռնեք, Աստված մահ ստեղծեց։ Բայց երբ որ Աստված Պետրոսին ասեց, այսօր կուրանաս, ինձ ուրացումը խոսեց։ Աստված պատրաստեց այդ ուրացումը, պատրաստեց իր ձախողումը, դասը պատրաստեց այդպես ասած։ Իմ ու քո ձախողումները հրահանգված են։ Դավանից ասում է, երբ դարսի գաս,
Չի ասում եթե դարձի գաս։ Եթե լա պատրաստված։ Երբ դարձի գաս։ Ամեն։ Ժով մենք մեծ Աստծո հետ գործ ունենք, անորացեք։ Ու ինքը քո ուղղակի սիոն չի, որ կամպանիայի, չգիտեմ, նպատակներից ելնելով եւ այլից քո պերֆորմանսի, քո արդյունավետության եւ այլից ելնելով որոշում կայացրել քեզ։ Հիշեք, մեր ընտրությունը որտեղից է սկսվել։ Իր սրտից։ Բան փոխվում է այդ սրտում։ Աստծո սրտում բան չի փոխվում։ Այն ամենասկզբում հələ որ դու ոչ մի բան ես, եթե քեզ ընտրել ա, բան չի փոխվել իր մոտ։ Ոչ քո վերևը Պետրոս բանալներ ստացող լինելը, վեմ լինելը, ոչ սատանա լինելը չի փոխում իր սրտում ոչ մի բան։ Անփոփոխ է իր սիրտը։ Այդ մենք ենք փոփոխական։ Մեր սիրտն է այդպես, դա մեզ թվում է Աստվածել է այդպես։ Բայց Աստված այդպես չի։ Ինքը նույնն է երեք, այսօր ու հավիտյան։ Ու երբ որ քեզ ընտրել է, միշտ է ընտրել։ Մանավանդ Քրիստոսի մեջ ես դու ընտրված։ Եթե Աստված պիտի փոխի իր վերաբերմունքը քո հանդեպ ու իմ հանդեպ, ուրեմն պետք է փոխի իր վերաբերմունքը Քրիստոսի հանդեպ։ Հավատում եք Աստված փոխի իր վերաբերմունքը Քրիստոսի հանդեպ։ Իմ ու քո համար բարեխոսել անձամբ Հիսուսը։ Հալելույա։ Ուրեմն Հիսուսը ինձ հետ բարեխոսում է։ Երբ դարձի գաս, որոշված է դա լինելու է։ Ոնց որ ասում եմ ձախողվելու ես, տենց էլ ասում եմ հաջողվելու ես։ Ոնց ուզելու եմ, տենց լինելու է քո կյանքը։ Շատ ես լուրջ մի ընդունի քեզ, իբր թե քեզ ինձ ամենից կանգնած։ Դու քո կատակն ես, Աստված է լուրջ է։ Լուրջ եղի Աստծո հետ, քո հետ անլուրջ եղի։ Պատմության մեջ մենք տեսնում ենք ոմանք որակազրկվել են։ Մովսեսը չմտավ երկիրը, Սաուլը զրկվեց թագավորությունից։ Մենք ավելի մեծ սխալներ ենք անում, բայց մենք չենք որակազրկվում, որտեղ կարևոր անձ կա մեր համար։ Դա մեր Տեր Հիսուսն է։ Ու Աստծո խոսքը Պողոս ասում է, որ մեզ ընտրել է Քրիստոսում։ Ընդեղ հավիտենությունից առաջ Երկրորդ Տիմոթեոս 1:9 ասում որ մեզ ընտրել այնտեղ Քրիստոսում հավիտենությունից առաջ բան չի փոխվել Աստծո մոտ ու չի փոխվելու երբևէ։ Դավար իմ ձախողման ես ոչ թե նայում եմ որպես ձախողում, որը ինձ ինչ-որ ձեր որակազմ, ես տեսնում եմ Աստծո ծրագրի մաս, ուզում եմ հասկանամ ինչ եմ սովորում ստայից։ Ինչի համար այնց թույլ տալիս Աստված։ Այս ձախողում, այդ չկա ձախողում այդ իմաստով։ Ու մենք կտեսնենք ինչ է կհամարի Աստված ձախողումների համար։ Եվ վերջինը, Աստծո համբերությունը անսպառ է, ինչպես իր իմաստությունը։ Աստված զոքանչել չի, որ մի օր չհամբերի քեզ։ Հովհաննես ավետարանում վերջի գլխում, Հովհաննեսը դիտարկելով ողջ եկեղեցու ընթացքը ու կարծում եմ լինելով վերջին առաքյալը, հասկանում էր ինչ պրոցեսներ են ծավալվում եկեղեցու։ Ու առաքյալների սերունդից հետո, որոնք անձամբ Հիսուսին տեսնում էին, ապրել էին իրար հետ քայլել էին, վտանգ կար իրականում, որ այն արժեքները, որ Հիսուսը բերել էր, փոխանցել էր, դրանք կարող են կորել։ Ավետարանը իրականում դրա մասին։ Որ Հիսուսը կա եւ ով է, 3 ավետարաններ կային արդեն։ Բայց ինչպիսին է այդ Հիսուսի հետ հարաբերությունը կյանքը, Հովհաննես ավետարանը որ դրանից է խոսում։ Ու վերջը բանալի հատված է իրականում ես բոլորս համար։ Պիտի ընթերցեմ առաջի հենց առաջի խոսքից։ Հայտնի տեղը ուղղակի ամեն բառը կարևոր է, որը Պողոսը, Հովհաննեսը յուրատուկ ձևի է գրել։ Սրանից հետո, այսինքն երկու անգամ հայտնվելուց Թոմասը իրան Տերու փրկիչ Տերու Աստված դավանելուց հետո, երկու անգամ Հիսուսին հարություն առած հանդիպելուց հետո, Հիսուսը նորից ինքը իրեն իր աշակերտներին հայտնեց Տիբերիայի ծովի եզերքում եւ այսպես հայտնեց։ Ու կարդում ենք, որ սա երրորդ անգամ էր, որ Հիսուսը հայտնեց իրան։ Դա 14 խոսքում ասում, որ սա երրորդ անգամ էր հայտնեց։ Ինչպես հայտնեց։
Միասին են Սիմոն Պետրոսը և Թովմասը, երկօրյա կոչվածը և Նաթանայելը, և Գալիլեայի քաղաքից էր, և Զեբեդեոսի որդիները, և աշակերտները ուրիշ երկուսը։ Հատուկ Հովհաննեսը նշում է մի հատ ամբողջ, մի հատ խումբ, սա կարևոր է։ Այսինքն խնդիրը մենակ Պետրոսը չէր։ Սիմոն Պետրոսը ասեց նրանց. ես գնում եմ ձուկ որսալու, ովքեր ձկնորս են գիտեն այդ ինչ նշանակում, ինչ կան չկա ձկնորսի սրտում, միշտ պարապ մնալու ժամանակ, լավ եղանական, պարապն գրացիկ ձուկ բռնելու։ Եվ իրեն ասին, մենք էլ են գալիս քո հետ։ Ելան և շուտ նավ նստեցին, և այդ գիշերը ոչինչ չբռնեցին։ Ու երբ առավոտ եղավ Հիսուսը ծովի եզերքում կանգնած էր, բայց աշակերտները չճանաչեցին, թե Հիսուսն է։ Իսկ Հիսուսը ասեց նրանց. տղեկ, ուտելու բան ունեք, նրանք ասեցին ոչ։ Ասեց նրանց. դե ուր կանը նավի աջ կողմը ձգեք ու պիտի գտնեք։ Ուստի նետեցին և ձկերի շատությունից էլ չէին կարողանում նրանք հաշել։ Այն ժամանակ այն աշակերտը, ում Հիսուսը սիրում էր, Հովհաննեսը միշտ այնց դրազնից է անում Պետրոսին։ Ես ձեզ ասել եմ կարծեմ, որ ավետարանների մեջ երկուսը իրար միշտ այնց կծում են, դրազից են անում։ Առաջինը Պետրոսն է սկսել, Մարկոսի ավետարանը, դա Պետրոսի ավետարանն է, որտեղ Հովհաննեսը մեր երիտասարդ գիշերը շորը քաշեցին փախավ մեր հիշում եք, դա Հովհաննեսն է։ Ու բոլորը գիտեն, որ դա Հովհաննեսն է։ Հովհաննեսը Պետրոսի վրա է դժում, տենց ասած։ Պետրոսը վազելով, առաջին են սիրելի աշակերտը հասավ գերեզմա, Պետրոսը վազել չգիտի չալը, միջև ասավ։ Եվ ավետաները մարդկային են։ Այդ մարդիկ մեր պես են իրանք, հումորի տեղ կա, ծիծաղալու տեղ կա, լացելու տեղ կա, իրար մատնոց ցույց անելու տեղ կա։ Այն աշակերտը որ ամենասիրողն էր, ինքը ջոկեց, որ դա տերն է։ Ասեց Պետրոսին, դա տերն է։ Այ անֆային։ Չջոկեցիր։ Կամ երտական գոլը։ Դրսով մրցակցություն կար իրանց մեջ։ Ու իրանց երկուսին էր ուղարկել, հիշում եք Հիսուսը Պետրոսին, Հովհաննեսին իրար հետ ուղարկեց, եւ որ զույգ ուղարկեց, ինձ թվում է տեղից սկսեց իրանց մրցակցությունը։ Ով շատ աղոթել, ով շատ դև անել, ով շատ հիվանդաբժշկել։ Լավորդություն կա երկուսով գործելու մեջ, բայց նաեւ վտանգել կա երկուսով գործելու մեջ, որ մրցակցություն առաջանում երկուսի մեջ։ Եվ որ Պետրոսը լսեց, թե տերն է, իր վերարկում վրեն առավ, որտեղ մերկեր ու ծովը նետեց։ Եվ մյուս աշակերտները նավակով եկան, որտեղ ցամաքից հեռու չէին, միայն թե 200 կանգունի չափ, եւ որ կանը ձկներով քաշում էին։ Ու երբ ցամաքը ելան, այնտեղ վառված կրակ տեսան եւ վրան ձուկ դրված եւ հաց։ Հիսուսը ասեց նրանց. «Բերեք այդ ձկերից, որ դուք բռնեցիք»։ Սիմոն Պետրոսը մտավ նավը, որ կանը ցամաք քաշեց 153 խոշոր ձկներով լիքը, եւ անչափ բան կար, որ չպատրվեց, չնայած այդքան շատ էր, բայց որ կան չպատրվեց։ Ու Հիսուս ասեց. «Եկեք ճաշ անենք»։ Եվ աշակերտներից մեկն էլ չէր համարձակվում նրան հարցնելու, թե դու ով ես, որտեղ գիտեին, թե տերն է։ Այս համարը նշանակում է, որ դեմքով Հիսուսը ուրիշ էր։ Իրան չէին ճանաչում, այլ էր։ Ու սա մեզ ակնարկը, որ մեր հարության մարմինը ուրիշ մարմին կլինի։ Մենք այս մարմինը ժառանգել ենք Ադամից, մեր գեներով, բայց այն մարմինը, նոր մարմինը, դա Հիսուսի ժառանգության մարմինը կլինի, ուրիշ կլինի։ Մազեր կունենանք։ Բակայինքս ինձ կճանաչ։ Ուզում ես, եթե ուզում ես, կճանաչի։ Գիտեին, որ տերն է։ Նրան ժամանակ Հիսուսը եկավ, վերցրեց հացը և նրանց տվեց և նույնպես էլ ձուկը։ Եվ սա երրորդ անգամ էր Հիսուսի աշակերտներին երևաց, նրանից հարություն առնելուց հետո, ու երբ ճաշ արեցին, Հիսուսը ասեց Սիմոն Պետրոսին, Սիմոն Հովնանի որդի, ինձ ավելի շատ է սիրում, քան մյուսները։ Ողջ պատմության իմաստը այստեղ էր իրական։ Մենք շատ անգամ ենք երևի մտածել, որ ախ, երանի ես այն ժամանակ առաջին դարում լինեի, չէ, Հիսուսին տեսնեի կենդանի, Հիսուսին հարություն առած հանդիպեի, իմ կյանքը ուրիշ կլներ։ Սխալվում ես։ Այս մարդիկ տեսան, հարություն առած 2 անգամ, բայց հետ գնացին 5 կյանքի։
որտեղ հարությունից հետո, երբ որ Հիսուսը երկու անգամ իրանց հանդիպեց, իրենց ակնկալիքը, որ ինչ պետք աներ Հիսուսը չէր իրականանում։ Իրանք շուտ հիասթափության զգացում ունեին, թե Հիսուսից, որ շո բան պետք անի ու չի անում, հարություն առել, հիմա ենք Իսրայելի թագավորությունը վերականգնում, շո բան պետք է արվի, վաու, շո գնացինք եկեք այդ հռոմեացիների հարցը լուծենք, այդ Սինեդրիոնին ռադանենք, շո իշխանությունը վերցնենք մեր ձեռքը, հարություն առել Տերը, այն ինչ որ հավատում ենք թագավորության համար, հիմա դրա ժամանակն է։ Իսկ հարություն առողջ չի անում, գրված է 40 օրերի ընթացքում խոսում ընդհանրապես թագավորության մասին, դրանից առաջ էր խոսում, հիմա էլ է խոսում, ինչքան եք խոսելու։ Եկեք գործենք, Պետրոսը գործի մարդ էր, չէ՞, ինչ-որ բան անելու մարդ էր։ Ու հիմա ինչ-որ բան չի արվում։ Խոսում ենք, սպասում ենք։ Ես գնացի զուտ բռնելու։ Սա հերթական հիասթափության դրսևորումն էր։ Կարելի ասել հերթական ձախողումը։ Եվ որ դու մի բան ես ակնկալում, որ Տերը պետք անի ու չի անում, խոսք, ասվածա, գրվածա, չէ, խոսք ու չի նում։ Աղթում ես, չգիտեմ, հրաշք չի նում, հիվանդը չի բժշկվում, ֆինանսական հարցեր չեն լուծվում, չգիտեմ, ինչ-որ չի նում, եկը չի ապաշխարում, ակնկալիք կա, որ պետք է Տերը գործի ու չի գործում։ Ակնկալիք, որ ինքը ասել է, խոսքը, թագավորությունը խոսում է Հիսուսը, 3.5 տարի խոսում էր, հիմա էլ խոսում է, բա ուր է, չէ, տիլնի, ու չի լնում։ Եվ որ չի լնում մեր ակնկալածը, մեր մոտ առաջանում այդ հիասթափության զգացումը, որ ինչ-որ բան ձախողվել է։ Իրականում, երբ որ մենք հիասթափվում ենք նաև մեր ով լինելուց։ Այսինքն, եթե ես աղոթեցի բժշկություն չեղավ, ես աղոթեցի մարդկան կարոզեցի մարդ չապաշխարեց, ես ոնց որ թե ասում եմ Տերը չարեց, բայց նաև ես ոնց որ իմ դիրքից եմ հիասթափում, ուրեմն ես չեմ, տեղում չեմ, ընդունված չեմ, գուցե հավատքս բավարար չի, գուցե այն անձը չեմ, այն տեղում չեմ, այն ընդունելությունը չունեմ, այն կարգավիճակը չունեմ։ Մենք իրականում մեզանից ենք սկսում հիասթափվել։ Ապրել եք այդ զգացումը։ Մարդը չի ստեղծվել ձախողման զգացումի համար, բայց ձախողման զգացումը, հիասթափության զգացումը ինքը բացական զգացում է մեր կյանքում։ Ու որի պատճառով մենք ճանապարհներ ենք փնտրում, որպեսզի լրացնենք մեր ձախողման զգացումը, ուրիշ դաշտում, մեր համար հին, սովորական, հեշտ դաշտում, որտեղ հաջողություն ունեցել ենք, որտեղ մեզ լավ ձկնորս գիտեին, ամենալավ որսը մերն էր լինում, մենք ամենալավ ժամերն էինք ընտրում, մենք ամենահմուտն էինք ձկնորսության մեջ։ Ես հիմա հետ եմ գնում ընդեղ, որտեղ ես հաջողված եմ եղել, որտեղ ստեղ ես ինձ ձախողված եմ զգում, Տերն ինձ ձախողել է։ Ինքը չի պատասխանում աղոթքին, իմ աղոթելուց բժշկություն չի լինում, մարդը չի ապաշխարում, քարոզում է, ոչ չի լսում։ Ես ինձ Տիրոջից ձախողված եմ զգում, դրա համար հակված եմ գնալու այն դաշտերում, այն իրականության մեջ, որտեղ հաջողված եմ եղել, ես գիտեմ հաջողված եմ եղել, ու գնում եմ ընդեղ նորից հաջողության զգացում վերականգնեմ, որտեղ ընդեղից եմ ուզում նորից փնտրել, ոչ թե իմ հաջողությունն ինքն է, այլ ես իրան ձախողված եմ զգում, ինձ ձախողված եմ զգում, գնում եմ ուրիշ տեղ, գնում եմ աշխատանք, գնում եմ աշխարհ ինչ-որ նոր գործի, նոր բիզնեսի, նոր իրականության, ընդեղ որտեղ ես գիտեմ կարամ հաջողվել։ Ու դա չի գալիս նրանց, որտեղ Աստված է ինձ առաջնորդում ընդեղ գնալու, այլ ինձ ձախողման զգացումն է ինձ տանում, որ ես նորից հաջողության զգացում ունենամ։ Դու կարող ես ձախողվել ես հարաբերության մեջ, աղոթքի մեջ, եւ ծառայության մեջ։ Ու երբ որ դու քեզ ձախողակ ես զգում, ուրիշ տեղ ես փնտրում դրա հաջողությունը։ Ընդեղ որտեղ գիտես կարող ես հաջողվել, որտեղ մի ժամանակ հաջողվել ես։ Ես գնում եմ ձկնորսության, որտեղ լավ ձկնորս եմ եղել, որտեղ ես կարամ ձուկ բռնեմ ու ինձ լավ զգամ, որ ես մի բան արեցի։ Ես անպետք չեմ, անպիտան չեմ, ես ինչ-որ բանում ունակ եմ։ Որտեղ մենք կարիք ունենք կարևորված լինելու զգացումին։ Ես կարիք ունեմ ուրիշների գնահատականին, ես գնում եմ ասել, չէ, ես ձուկ բռնելու եմ գնում, կարելի ասել ես գնում եմ, Պետրոս ասեց ես գնում եմ այդ հավաքվածների մեջ, ու սա կան չէր իրականում, ես ով եմ ձեր համար, ստուգում էր ոնց որ ասած իրանք իր հետ են, թե չէ, որտեղ մենք ոչ միայն կատարողականության մեջ ենք փնտրում մեր արժեքը, այլև ուրիշների կարծիքի մեջ, մենք էլ ենք գալիս, լավ է, ես ընդունված եմ,
Այս տղեկ իմ հետ են գալիս, իրանք իմ հետ համաձայն են։ Եկեղեցի շատ։ Մենք շատ ենք, հա։ Ուրեմն ես ճիշտ եմ։ Եթե իմ հետևից եկող կա, ուրեմն ես ճիշտ եմ։ Դու կարող շատ սխալ ունել, որտեղ քոպես մի քանի հիասթափացել քո հետ են գալիս։ Ես գնում եմ, մենք էլ ենք գալիս։ Ամեն մեկն ունի իր պատճառը։ Բայց մարդիկ կարիք ունեն առաջնորդի, նույնիսկ հուսահատված առաջնորդի, նույնիսկ սխալ առաջնորդի, մարդիկ առաջնորդի կարիք ունեն։ Ու մարդիկ պատրաստ են հետևելու, անկախ շատ դնել վերցնելու իրական այս մարդը ուրա գնում եւ ինչու է։ Կարող է ինքը ասել է, ինքը առաջնորդը մենք իրան ընդունել ենք։ Կարող է ինքը նույն կարևորության զգացումն է մեզ տալ, որտեղ ինքը ձուկ բռնեց, այդ մենք էլ ենք իր հետ ձուկ բռնելու, տենց ասած, մենք էլ ենք հաջողվելու։ Իր հաջողությունը մերը կլինի։ Շատ դրական էր հնչում, ու երբեմն շատ մենք հոգևոր պատճառներ ենք ունենում, ես գնում եմ ին։ Շատ են ասում, ես գնում եմ, որտեղ ինձ առաջնորդել է։ Ես գնում եմ եկեղեցուց, կամ էլ չեմ գալիս եկեղեցին։ Չեմ գալիս, որտեղ ինձ սեր չեմ տեսել, չգիտեմ, ուշադրություն չեմ տեսել։ Մենք տարբեր պատճառներով ենք գնում մարդիկ։ Բայց ես մի պատճառ եմ տեսնում։ Հիասթափության եւ կարևորված չլինելու պատճառը։ Ոչ թե մեզանից, այլ Տիրոջից իրական։ Բայց հետևանք եղավ ավելի մեծ հիասթափությունը։ Ողջ գիշեր ոչինչ չբռնեցին։ Ու լավա որ չբռնեցին։ Ու լավա որ ձախողվեցին զուտ բռնելու մեջ։ Որտեղ եթե հաջողվեին այդտեղ, էլ երբեք չեն վերադառնա ավետարանը քարոզելու։ Կմնային հաջողված ձկնորսներ, ձախողված ավետարանիչներ լինելով։ Նավաշատ տեղերում Աստված ինձ ու քեզ ձախողում է տալիս, որպեսզի իր մեջ դաստ է իր մեջ հաջողության բերի։ Այդ նավի մեջ, երբ որ ամբողջ գիշեր իր հետ եկել էին ձուտ բռնելու, որտեղ ինքն էր տարել իրանց ձուտ բռնելու։ Պետրոս առաջնորդ էր այդտեղ ձուտ բռնելու, իրանց խոստացել էր հաջողության այնտեղ, ու ինքը ձախողվել էր թե որպես ձկնորս, թե որպես առաջնորդ։ Բայց այդ մարդիկ այդ նավից փախնելու տեղ չունեին, քանի դեռ չէին հասել ափը։ Որոշ խմբեր ձևավորված են, ինչ որ մի առաջնորդի շուրջ, սխալ նույնիսկ շարժառիթներով, մինչև հերթական ափը։ Որոշները փախնելու տեղ չունեն, որը երբեմն կոնտրոլի, մանիպուլյացիայի միջոցով պահվում են մարդիկ, մինչև կհասնեն, մինչև կհանդիպեն իրապես Հիսուսին, որտեղ ափին Հիսուսն էր։ Ու ինչքան մոտենում էին ափին, իրականում մոտենում էին ձախողման ավարտին, վերջնակետին։ Ու երբ որ եկան, պատկերացնում եք Պետրոս ամոթով գալիս է, ոչ գիշեր ոչինչ չեն բռնել, այդ մարդիկին թարս նայում են Պետրոսին, բասիր գնան ձուկ բռնեն, բասում են ընդեղ լավ է, ըստեղ այս ժամին լավ է, բա ուր է, չէ, դու ձախողել ես, մեզ էլ ձախողակ ես դարձրել։ Իզուր քո հետևից եկանք, հələ հասնենք ափ, չէ, բոլորի միտքերը էր։ Բայց ափում մեկը կանգնած էր։ Ափը դա ձախողման վերջն էր, վերջնակետն էր, լավագույն տեղն էր ձախողման։ Ու ափում Հիսուսն էր։ Քո ձախողման վերջում մարդ կա կանգնած։ Քեզ սպասող կա այնտեղ։ Քո ձախողումը ավարտը չի, նոր սկիզբ է։ Այնտեղ նոր բան սկսվեց։ Հələ մինչև ափ հասնելը, Հիսուս ասեց, ունեք ինչ-որ բան, ոնց ձեռ առներ, չգիտեք որ ոչ բան չունի։ Ուտելու բանն եք հարցնում, ինքը ունի ուտելու բան, գալիս են դրան հացնել կա ձուկներ կա։ Ոնց ձեռ առներ, ոնց ծաղեր, ունեն մի բան բռնել եք, ոնց է։ Կայացավ ձեր առաջնորդությունը, կայացավ ձեր հաջողությունը։ Եվ որ իզից հաստատվածի բան եք ուզում հասնեք, հասակ, ստացվում է, կայացակ, ապրեք, լավ է։ Ափից ձայն ուջեց, այդ աղջամուղջից, անհրաժությունից, որ նույնիսկ չճանաչեցին ով է։ Եվ Աստված այնտեղ հանդիպում մեզ մենք չենք ճանաչում։ Ինքը կարող էր այդ ջրերի վրա քայլելով գարնալ, չէ՞, քանի անգամ էր արել։ Բայց ինքը սպասում էր այնտեղ, ափում, որ իրանց վերջն էր կարծես, ակնկալած վերջն էր։ Հույսը այնտեղ չհասած այդ ափ, այն ինչի համար գնացել են, իրանց տվեց։ Գցեք ու կբռնեք։ Ինք կարիք չուներ ձկան իրական, դրանք գարժեն ուներ արդեն։ Իրանք կարիք ունեին։ Իրանք կարիք ունեին հասկանալու, որ թե աշխարհում, թե թագավորության մեջ մեկ այլանով ենք հաջողվելու։ Ամեն, ամեն։ Չենք փորձելու առանց իրա, աշխարհում չես հաջողվելու նույնիսկ առանց իրա։ Եթե ինքն ընտրել է քեզ,
եթե կանչել է քեզ, կապ չունի դու եկեղեցում ես, թե աշխարհում ես, մեկ այլանով ես հաջողվել։ Ձուկ բռնել քեզ չի, մարդկանց հավաքելը, ոմանց քեզ առաջնորդ կոչելը բան չի փոխել։ Մի վարկյանում կարող ամեն ինչ փոխվի։ Դրա համար Պետրոսը նետվեց այդ նավից, վրեն աղարշով գծվեց, որովհետև իրան պետք չէր այդ նավը, իրան պետք չէր այդ մարդկային միջոցով առաջնորդ լինելու, ուրիշների կարծիքի պատճառով կարևորված լինելու իրականությունը։ Հասան ապ, ու ասեց եկեք ճաշանենք այդ ընտանիքի, այդ կարծես ոչ էլ եղել էր այդ պատմությունը, կարծես ոչ էլ գնացել էր Պետրոսը իրանից, կարծես ոչ էլ փորձել էր, լուր էր ամեն ինչ, բայց հասկանալի էր, կրակ էր վառել, այդ ուրացման օրը կրակի մոտ էր Պետրոսը, ձուկ էր դրել, հետաքրքիր որ ասում եմ բերեք այդ ձկներից, Պետրոսը գնում է ջրի ցանում այդ ձկները, Պետրոսը տենց է ասում Հովհաննեսը, մյուսները շարժվեցին, որ այդ սիրտուն էր բոլորի համար իրականում, ինքը լավն էր, ուղղակի սխալ գլուխ ուներ, սիրտը լավն էր, գլուխը վատն էր, ու պետք է գլուխը դզել, տենց ասած, ես եկավ ու այդ ձախողման մեջ օրհնեց իրով, որ ինքը օրհնության լեստված է։ Հարցը, որ հետևեց, Սիմոն Հովնարի որդի սիրում ես ինձ։ Չասեց, ատանաշեն չամաչեցի հրար գնացի ձուկ բռնելու, ես քեզ այդքան բան ասեցի, ով ես դու թագավորության մեջ, բանալի, չգիտեմ, եւ այլն, էս էլ դու բացարձակ։ Որտեղ դեռ ուզում էր այդ ձախողումը լինել, որ Պետրոսը վերջնականապես փագեր կյանքի էջը։ Բաներ կա, Աստված ձախողումներ է թույլ տալիս, որ մենք էջեր փակենք մեր կյանքում։ Հարաբերություններ վերջացնենք որոշակի, որոնք պետք չի լինեն մեր կյանքում։ Երազանքներ, որոնք խանգարում են մեզ, գործողություններ, որոնք այս ժամանակավոր կարող ինչ-որ զգացումներ են տալիս ապահովության, չգիտեմ, կարևորության, ինչ-որ հաճույքի, բայց իրականում խանգարում են նրան թողենք մենք թագավորության մեջ։ Պետք է ձախողումներ լինեն, որ հաջողության արդյունքը լինի թագավորությունը, որ այդ կարևոր հարցը տա։ Սիրում ես ինձ, որովհետև եթե սիրում ես, միշտ հաջողվել ես։ Անկախ նայած ինչ ճանապարհով ես անցնում։ Իմ ու քո հաջողությունն է մեր սիրտը իր հետ սիրո մեջ պահելու մեջ է։ Ու Սիմոնը ասում է, Տեր սիրում եմ քեզ, հետևում հարցեցրեն գարային։ Ու 3 անգամ ուրացավ, 3 անգամ Տերը հարցրեց։ Ճիշտ կարծես իմ մեջ թե ձախողումը կա, իմ մեջ թե հաջողությունը կա։ Բայց ես չեմ հանդիմանում քեզ, որտեղ ես եմ ուզել ձախողվես։ Բայց քեզ բարձրացնում եմ, որ դու միայն իմը լինես, արիմ հետևից։ Երբ որ դու պատանի էիր, դու էիր ամեն ինչ անում ինչպես ուզում էիր։ Հիմա սովորի անես այն ինչ որ ես եմ ուզում։ Ու սա ասած այն մահի համար, որ պիտի մեռնի։ Այն բանի համար, այն ամենակարևոր բանը, չեմ արդյոք վախենալու բանը մահն է։ Մի վախեցիր։ Սովորի, որ քո կյանքում ոնց եմ ամեն ինչ որոշել։ Քո մահն էլ, քո ծնունդն էլ, քո ամեն ինչն էլ, ես որոշել եմ։ Բայց չեմ կարող որոշեմ, կսիրես ինձ թե չէ։ Այդ դու ես որոշում։ Ու ես մի բան եմ ակնկալում միայն, որ ինձ ծառայողը ոչ թե հաջողակ լինի, հաջողված ինձ սիրելու մեջ։ Ես իրան կտանեմ հենց ճանապարհներով, որ ոչ չի կարող կնայենք ասեն ձախողել է այս մարդը, բայց դու գիտես դու Տիրոջ ճանապարհի մեջ ես։ Եթե մահվան շուքի ձորով էլ անցնեմ, չարից չեմ վախենա, որտեղ քո ցույցն ու գավազանը իմ հետ է, որտեղ դու սեղան ես պատրաստում։ Համ այդ մահվան շուքի ձորը կա, համ սեղանը կա լիքը բաժակով, օծված գլուխով թշնամիների առաջ։ Մենք այդ երկու ճանապարհն էլ անցնելու ենք։ Դու ձախողվելու ես, որ հաջողվես, հաջողվելու ես, որ ձախողվես, բայց այդ ամենի մեջ սովորելու ենք մնանք իրան որպես սիրողներ։ Եկեք այդ աղոթք անենք, չնայենք մեր հաջողություններին, թե ինչ քանակ ունեն իրանք, մենք հաջողությանը որպես մեր սրտի սիրուն իր առաջ, բոլոր ճանապարհներն իրանն են, բոլոր հարցերը իրանն են, ամեն ինչ իրանն է, ամեն բան իրանից իրանով և դեպի իրենն է։ Միակ բանը, որ չի կարող Աստված և չի ուզում, դա մեր փոխարեն իրեն սիրելն է։ Մեր անունից չի սիրելու ինքը իրեն, մենք ենք սիրելու։ Սիրում ես ինձ։ Այդ ամենակարևոր հարցն է դա։
ոչ թե քանի ձուկ ես բռնել, քանի անգամ ուրացար, քանի անգամ ինչ արեցիր, սիրում ես ինձ։ Եթե սիրում ես, մի օր կասեմ սատանա ես, բայց դու մեկ հատ գաս իմ հետևից։ Եթե սիրում ես, կասեմ դու վեմն ես, բայց մեկ հատ դու կմնաս իմ հետ։ Եթե սիրում ես, միշտ կհիշես, որտեվ սիրում ես, որտեվ նաև ներվել է քեզ շատ։ Եկեք գանք իր առաջ։ Որոշ հասնենք ես մեր հաշվի համաժողով այդ սիրո խոստովանությունով ու խնդրանքով, որի կմեզ միշտ իրան սիրով հետ պայ։ Որ եթե պիտի հաջողվենք, միայն հաջողվենք իրան սիրելու մեջ, որտեղ մնացած հարցեր իրան տեղում կրնեն ու երբեք չձախողվենք իրան սիրելու մեջ։ Ամեն։